Իրանից երկոր խոսել եմ կանոնացիք մերի քաղաքապետի հետ, արդեն օրական 2-3 օր իրանք է գալիս Հայաստան և այսօր ավելի մեծ խոսքեր ասում են, դուք խոսել եք Հայաստանի կառավարության հետ նրանց ընդունելու մասով և իբրև ասում հոգը կշարժանա այս օրերին Իրանից դեպի Հայաստան, թե ոչ։ Քաղաքապետը պաշտոնական չէր, բայց ինչ հաշվարկներով 2-3 մարդ օրական խոսում է Հայաստան և խնդիր կարող են Իրանում։ Գույա բաշարները մերի գովդեգույն դաշտանք və əlbəttə tələfrəsiniz və işin qoftan ki, az tərəfi İran buzdanı ki, biz dələ sisət nəfər Ermənistan və امکان که سیر این افراد بیشتر بشه. اطلاعاتی در این خصوص هست آیا شما با مسئولین زوری صحبت کردید؟ من گزارشی در این ارتباط داده نشده. Ուրեմն այն մասով որևիցե զեկույց կամ ինֆորմացիա չի ներկայացվել։ ببینید ما قبلا هفته‌ای 20 تا پرواز انجام می‌شده. هیچ کدوم اینا دیگه انجام نمیشه. Ուրեմն նախկինում յուրաքանչյուր շաբաթ 20 թռիչք էր իրականացվում, բայց այս պայմանությամբ այդ թռիչքները չեն իրականացվում։ همه اینایی که میخوان به افغانستان بیان دیگه سعی میکنن از مسیر زمینی بیان. این امر عادیه. Եվ այն բոլոր քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստան այցելել, բնականաբար նրանք արդեն պետք է ցամաքային եղանակով Հայաստան գան եւ դա բնական է։ در این حال در روز 600 تا کامیون بین دو کشور رفت آمد میکنه. Յուրաքանչյուր օր ուրեմն երկու երկրների միջև 600 բեռնատար ավտոմեքենա է փոխարեն իրականացնում։ ولی آماری که من دارم تعداد تردد اتوبوس‌ها به شدت کاهش پیدا کرده. Բայց իմ տվյալներով ավտոբուսների շարժը շատ նվազել է։ ما برای اینکه ایرانی‌ها بخوان به داخل ایران برن الان مشکل اتوبوس ایرانی داریم و از اتوبوس‌های ارمنی استفاده می‌کنیم. Այս պահի դրությամբ իրանցիներին Իրան փոխադրելու հարցում մենք ավտոբուսի խնդիր ունենք եւ հայկական ավտոբուսներից ենք օգտվում այդ հարցը կարգավորելու համար։ همین دیشب یک گروه 30 نفره از هنرمندان ایرانی از مسکو اومدن و ما اتوبوس ایرانی نبود و ما مجبور شدیم که از اتوبوس‌های ارمنی استفاده بکنیم و اینها رو به مرز برسونیم. Հենց երեկոյան 30 հոգի արվեստագետ Մոսկվայից Հայաստան է եկել եւ մենք փորձում ենք նրանց ուրեմն իրանական ավտոբուսներով Իրան փոխադրել, սակայն այդ հնարավորությունը չկար։ Հայկական ավտոբուսներից են օգտվել այդ հարցը կարգավորելու համար։ اگر این آماری که شما از آقای شهردار نقل کردید درست باشه فکر کنم خیلی تردد کم شده. Եթե այդ թիվը, որ դուք ներկայացրեցիք վկայակոչելով քաղաքապետին, պետք է գնահատեմ, որ երթևեկության այդ թիվը շատ է նվազել։ Եվ Իրանը պարոն դեսպան, դուք խոսեցիք Իրանի Հանրապետությունը և